Ռուսաստանի ագնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21-ն աշխատանքային այցով կժամանի Երևան այս մասին տեղեկացնում է։ Ռուսաստանի ԱԳՆ նշել է, որ Երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ագնախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Շփումները ընթանալու են զարգացնելու 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակում, ինչպես նաեւ Միրզոյանի հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները խորացնելու համար նշված է հայտարարությունում։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ որևէ քննարկում չկա, Երևանը այդ տերմինը անգամ չի օգտագործում։ Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին ըստ ԱՌՆ-ի հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերը դուրս բերել փակուղուց, խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան, նշել է նա ու հիշեցրել Իրանի նախագահի դիրքորոշումը, որ տարածաշրջանային համագործակցությունը չափազանց կարևոր է եւ պետք է համատեղ ուժերով շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում կասկած է հայտնել, թե վարչապետ Փաշինյանը Հայաստանի ամենից հարուստ մարդն է։ Բյուջեի պարտքը ավելացրել են 7 միլիարդ դոլարով։ Հիմա առհասարակ ինչ են արել այդ 7 միլիարդով, որ մենք գնանք, տեսնենք, բան չկա, կոռուպցիոն մտքի թռիչք եղավ լրիվ ուրիշ ծավալների։ Համոզված եմ, որ 7 միլիարդի առնվազն 2 միլիարդ ուղղակի փոշիացվել է, կրկնել է նա։ Այժմ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հորդորել է գնալ բժշկի Քոչարյանին նման հայտարարություններ անելու պատճառով։ Փաշինյանը Հայաստանում երբևիցե եղած ամենաբաց ղեկավարն է եւ բոլորը գիտեն, թե ով է երկրի իրական ամենահեռուստ ղեկավարը, ասել է նա։ Համացանցում լայն տարածում է գտել սևամորթ փոքրիկների հայերեն կատարումը Թաթա Սիմոնյանի ամենալավը դու ես երգի ուղեկցությամբ։ Երեխաները տեսանյութից գրել են, նշեք բոլոր Անահիտներին։ Ամենասիրուն Անահիտ։ Ամենալավը դու ես։ Ամենալավը դու ես։ Ամենալավը դու ես։ Ռուս աղջիկը կիսվել է Հայաստանի ստացած իր տպավորություններով, տեղադրելով տեսանյութ, որում ցույց է տալիս, թե ինչպես են պաղպաղակի եւ ըմպելիքների սառնարանները տեղադրված խանութից դուրս եւ մարդիկ կարող են վերցնել իրենց ուզածը, գնալ դրամարկղ եւ вычарել։ Видела такой необычный магазин, то есть вот витрины, это я на улице, они открытые, тут максимальное такое доверие к людям, просто на обычной улице, а здесь вы уже заходите и